Բարի երեկո սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Այսօր շատ կարևոր թեմա է մեզ սպասվում։ Սիրելի հետևորդներ, խոսելու եմ կապտոպրիլի մասին եւ ոչ միայն կապտոպրիլի, այլև դեղաբանական խմբի ընդհանուր բնութագիրն եմ տալու, որպեսզի վերջնականապես բոլորը պատկերացում կազմեն, թե ինչ է իրենից ներկայացնում այս դեղամիջոցը եւ ինչու է այդքան շատ նշանակվում։ Եվ ինչն է պատճառը, որ առաջին անհրաժեշտության տեղն է համարվում, երբ մարդու մոտ սաստիկ բարձրանում է զարկերակային ճնշումը։ Սիրելի հետևորդներ, թեման կոչվում է ռենին անգիոտենզին ալդոստերոնային համակարգ։ Սա ուղիղ ու անմիջական կապ ունի սիրտանոթային համակարգի բոլոր դեղամիջոցների հետ, կարելի ասել, որոնք հենց այս խմբին են պատկանում։ Իսկ կապտոպրիլը իր դեղաբանական խումբը զբաղեցնում է APF արգելակիչների շրջանում։ Ես ես ռուսերեն անվանումը տամ APF inhibitor-ի, так называется, հայերեն անունն է APF արգելակիչներ, այսինքն անգիոտենզինը փոխակերպող ֆերմենտ։ Հիմա մանրամասն բացատրեմ ինչ բան է սա եւ ինչու է կապտոպրիլը այսքան շատ նշանակվում։ Անգիոտենզինոգենը 14 ամինոցիդային մնացորդներից բաղկացած պոլիպեպտիդ է, որը առաջանում է լյարդում։ Ռենինը համարվելով պրոտեազ, ճեղքում է անգիոտենզինոգենը, նրանից առաջացնելով AT1 ընկալիչներով ֆերմենտը։ Սրանց է պատկանում APF արգելակիչների խումբը, որոնց շարքին էլ դասվում է հենց կապտոպրիլը։ Հարգելի հետևորդներ, APF ընկալիչների խմբին դասակարգվում են կապտոպրիլը, լիզինոպրիլը, էնալապրիլը, զոֆենոպրիլը, ռամիպրիլը։ Լիզինոպրիլով բավականին դեղեր կան, դուք շատ լավ տեղյակ եք, կապտոպրիլը արդեն իմացաք, ռամիպրիլը նույն խարծիլի մասին է խոսքը, զոկարտիսն էլ նույն զոֆենոպրիլը նույն զոկարտիսի մասին է խոսքը։ Սիրելի հետևորդներ, մենք բոլոր տեսանյութերի ժամանակ խոսելու ենք տարբեր դեղանյութերի մասին, դա կլինի կապտոպրիլը, դա կլինի լիզինոպրիլը, ռամիպրիլը, նոլիպրիլը, պերինդոպրիլը, թե այլ դեղամիջոց կապ չունի, բոլորի մասին տեսանյութ է նկարահանվելու, որովհետև սիրտանոթային համակարգի դեղերը իրենց դեղաբանական խմբերով ու ենթախմբերով սարսափելի մեծ թիվ են զբաղեցնում ընդհանուր ֆարմակոլոգիայում։ Դրա համար ես չեմ կարող բոլորի մասին մի տեսանյութ նկարել, ես յուրաքանչյուրի մասին նկարահանում եմ առանձին տեսանյութեր։ Այնպես որ հետևեք ալիքին, որովհետև բոլորի մասին դուք ստանալու եք ինֆորմացիա, չեմ կարող ասել կոնկրետ երբ, բայց մոտակա շաբաթների ընթացքում։ Սիրելի հետևորդներ, APF ընկալիչները դասակարգվում են ըստ իրենց քիմիական կառուցվածքի, ըստ դեղաբանական ազդեցության, ըստ իրենց դեղաբանական ժամային ազդեցության, թե որը քանի ժամ է պահվում մարդու օրգանիզմում։ Ըստ քիմիական կառուցվածքի լինում են հետևյալ խմբերով։ Առաջինը՝ սուլֆիհիդրիլային խումբ։ Սրան հենց պատկանում է կապտոպրիլը։ Կապտոպրիլը ամենաուժեղն է արգելակում APF ընկալիչները եւ թողնում է ամենակարճ ազդեցության տևողությունը մարդու օրգանիզմում։ Հաջորդը գալիս է կարբոքսիլների խումբը։ Կարբոքսիլի խմբին են պատկանում էնալապրիլը, լիզինոպրիլը, զոֆենոպրիլը, պերինդոպրիլը եւ ռամիպրիլը։ Սիրելի հետևորդներ, պերինդոպրիլը դա նույն մասամբ տրիպլիքսամն է, նոլիպրել, պրեստանս, պրեստիլոլ, պրենեսա, կոպրենեսա։ Այս բոլոր անունները ձեզ հաստատ հայտնի են, ես համոզված եմ դրանում։ Ռամիպրիլով դեղերը դրանք խարծիլների շարքն է։ Զոֆենոպրիլով միակը զոկարտիսն է շուկայում, էնալապրիլով բոլորիդ հայտնի էնապ, էնապհաշ, էնալապրիլ շտադա, էնալապրիլ բարիսովսկի, բելարուսական արտադրանք եւ այլն։ Շացս դեղերի մեջ, բացի լիզինոպրիլից, մնացած բոլորը համարվում են նախադեղեր, որովհետև նրանք օրգանիզմում ենթարկվում են լյարդում հիդրոլիզի, այսինքն առաջինացման մետաբոլիզմի, թողնելով իրենց դեղաբանական ազդեցությունը եւ վերածվելով ուրիշ քիմիական ակտիվ միացությունների։ Բացառություն է կազմում մենակ լիզինոպրիլը, որ օրգանիզմից դուրս է գալիս անփոփոխ վիճակում, ելի թողնելով իր դեղաբանական ազդեցությունը։ Հարգելի հետևորդներ, կապտոպրիլի ընդհանուր դեղաբանական խմբի ինֆորմացիան ես ինչքան որ հնարավոր է փորձել եմ ձեզ ներկայացնեմ առանց տերմինոլոգիայի, որովհետև այս խումբը ամբողջ ֆարմակոլոգիայի մեջ ամենաբարդ ու
խճճված խումբն է, որ միայն մասնագետն է կարողանում գլուխ հանել ու հասկանալ, թե որը որից հետո է։ Ես ինչքան հնարավոր է ձեզ մատուցել եմ առանց բժշկական տերմինների։ Եթե էլի կան հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Չնայած որ իմ խորհուրդը լսեք, միայն տարբերակեք, որ դեղաբանական խմբերով իրենք տարբեր են, ազդման մեխանիզմը համարյա թե նույնն է, չի կարելի ասել, որ լրիվ, բայց համարյա թե նույնն է, եւ տարբերվում է ազդեցության տևողության ժամանակը։ Հիմա արդեն ներկայացնեմ ձեզ կապտոպրիլի մասին, սիրելի հետևորդներ։ Կապտոպրիլը հենց իր ազդողնյութն էլ հենց կապտոպրիլն է, թողարկվում է 12.5, 25 եւ 50 միլիգրամ դեղաչափերով։ Նախկինում կար 6 ու 25 միլիգրամ, այժմ դա շրջանառությունից, արտադրությունից շատ վաղուց դուրս է եկել, որովհետև 25 միլիգրամը կարողանում են կիսել դարձնել 12.5 միլիգրամ, իսկ 12.5 միլիգրամից ցածր դոզայի կիրառումը արդեն վաղուց դուրս է եկել դեղագործական շրջանառությունից։ Կապտոպրիլը թողարկում են շատ երկրներ, ներառյալ Հայաստանը, սակայն Հայաստանում ամենահայտնի եւ ամենաարագ սպառվող դեղը դա կրկա արտադրանքի սլովենական կապտոպրիլն է 25 եւ 50 միլիգրամ դեղաչափերով։ Հարգելի հետևորդներ, մի շատ կարևոր կետ նշեմ կապված կապտոպրիլի ու մնացած դեղանյութերի հետ, որոնց մասին ես խոսեցի, որոնց վերջավորությունը վերջանում է պրիլով, էնալապրիլ, լիզինոպրիլ, ռամիպրիլ, պերինդոպրիլ, զոֆենոպրիլ եւ այլն։ Միայն կապտոպրիլն է, որ օրգանիզմի վրա արագ է ազդում ու թողնում է 6-ից մինչև 12 ժամ ազդեցություն։ 12 ժամը դա մաքսիմումն է։ Մնացած բոլոր թվարկածներս պահում են իրենց ազդեցությունը մինչև 24 ժամ։ Կապտոպրիլը ցուցված է զարկերակային բարձր հիպերտենզիայի եւ խրոնիկ սրտային անբավարարության դեպքում։ Առհասարակ կապտոպրիլը նշանակվում է ուտելուց 1 ժամ առաջ, սա պարտադիր է, օրը 1 անգամ։ 25 միլիգրամ դեղաչափը դնում են լեզվի տակ, այսինքն դեղաբը համարվում է ենթալեզվային, չի կարելի այն ջրով խմել, իսկ 50 միլիգրամը ջրով խմելը պարտադիր է, որովհետև չունի ենթալեզվային ազդման տարբերակ։ Սիրելի հետևորդներ, 25 միլիգրամանոց կապտոպրիլը, երբ որ նշանակվում է զարկերակային հիպերտենզիայի ժամանակ, բժիշկը կարող է այն, եթե որևէ այլ դեղամիջոց չկա նշանակված, նշանակել օրական մինչև 2 անգամ։ Սա միայն բժիշկը կարող է անել, որովհետև գտնվում է իր թույլտվության սահմաններում։ 50 միլիգրամը 1 անգամից ավել խորհուրդ չի տրվում, իսկ խրոնիկ սրտային անբավարարության դեպքում որևէ այլ դեղամիջոցի հետ համակցելու դեպքում կապտոպրիլը նույնպես կարելի է ընտրել որպես լավագույն դեղամիջոց, իսկ դեղաչափերը 12.5 միլիգրամ կամ դրանից ավելի ցածր կամ բարձր էլի որոշում է բժիշկը։ Դուք ձեր իմացության համար իմացած եղեք, եթե պահելինում, որ պահի տակ ճնշումը բարձրանում է, ձեռքի տակ չունեք համապատասխան դեղորայք, առաջին օգնությունը, որ ձեզ կարող է հասնել, դա կապտոպրիլն է։ Ու իմացած եղեք, երբ որ դուք գնում եք դեղատուն, դեղատան աշխատակիցներից խնդրում եք, որ ձեզ տան զարկերակային ճնշում իջեցնող որևէ դեղամիջոց, մեկընդմիշտ հիշեք սա։ Դեղատան աշխատակիցները կլինեն նրանք դեղագործներ, թե դեղագետներ, թե ավագ դեղագետներ, իրավունք չունեն որևէ զարկերակային ճնշում դեղատնից նշանակելու։ Միայն բացառություն է կազմում կապտոպրիլը, որ իրավասու է դեղագետի հաստիքի շրջանում, որպեսզի դեղագետը կամ դեղագործը առաջարկի հաճախորդին։ Շեշտում եմ, միայն կապտոպրիլը։ Մնացած բոլոր զարկերակային ճնշման դեղերը նշանակում է բացառապես ձեր բժիշկը եւ կապ չունի, թե տվյալ դեղագետը, տվյալ մասնագետը որքան գերազանց կարող է տիրապետել սիրտանոթային համակարգի դեղամիջոցներին։ Ես ինքս էլ շատ լավ տիրապետում եմ, սակայն երբեք որևէ մեկին ճնշում իջեցնող որևէ դեղամիջոց դեղատոմսով չեմ նշանակում։ Իսկ եթե հերթը հասնում է դեղը փոխելուն, դոզայի կարեկցիա անելու, բարձրացնելու կամ իջացնելու, ես միայն կարող եմ խորհուրդ տալ, բայց էլի վերջնական բուժումը նշանակում է բացառապես բժիշկը։ Հիշեք սա մեկընդմիշտ։ Սիրելի հետևորդներ, կապտոպրիլի հակացություններն են։ Ուրեմն, հղիներ եւ կրծքով կերակրողներ, մինչև 18 տարեկան երեխաներ հակացուցված են նաեւ հիպերկալեմիայի կարդիոգեն շոկի ժամանակ։
Շաքարային դիաբետի դեպքում կապտոպրիլը չի նշում, որ հակացուցված է, սակայն ըստ դեղի ներդիր թերթիկի եւ ըստ բժիշկների ցուցումների խորհուրդ է տրվում կապտոպրիլը կիրառել զգուշությամբ, եթե պացիենտի մոտ առկա է շաքարային դիաբետ, կամ ավելի լավ խորհուրդ տամ ձեզ, լավ կլինի այն համաձայնեցնեք հենց ձեր բուժող բժշկի հետ, նախքան դեղորայքի ընդունումը։ Կապտոպրիլը նաև հակացուցված է լյարդային անբավարարության դեպքում։ Կողմնակի երևույթները կապտոպրիլի հետ կապված։ Առաջինը սիրտանոթային համակարգի տեսանկյունից։ Որպես կողմնակի երևույթ 100-ից 1-ի կամ 1000-ից 1-ի մոտ կարող է առաջանալ տախիկարդիա եւ կարող է առաջանալ զարկերակային հիպոտոնիա, այսինքն շատ ցածր ճնշում։ Սա կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե օրինակ ճնշումը եղել է 100-ով 60, սակայն տվյալ մարդը 90-60-ի տակ իրեն շատ լավ է զգում, ընդունել է կապտոպրիլի 50 միլիգրամը, միանգամից զարգացել է հիպոտոնիա։ Այո, որովհետև 100-ով 60 զարկերակային ճնշումը չի համարվում ռիսկային գոտում շատ բարձր, իսկ կապտոպրիլի 50 միլիգրամը ենթադրենք ինքնագլուխ վերցնել ու խմելը արդեն մեծ վտանգի առաջ է կանգնեցնում։ Սա է իմ ասածը, որ ամբողջ օրը ես թե տեսանյութերում, թե դեղատանը միշտ ասում եմ առաջնորդվեք մասնագետի ցուցումով, որովհետև յուրաքանչյուր սխալ դոզայի ընդունումը, սխալ սիմպտոմի ժամանակ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Կապտոպրիլի կողմնակի երևույթը արտազատական համակարգի տեսանկյունից կարող է առաջացնել երիկամների անբավարարություն։ Արյան հետ կապված դեպքերում կապտոպրիլը շատ հազվադեպ դեպքերում կարող է առաջացնել երկաթ դեֆիցիտային անեմիա։ Կենտրոնական նյարդային համակարգի տեսանկյունից որպես կողմնակի երևույթ կապտոպրիլի կողմից կարող են առաջանալ գլխապտույտ, գլխացավ, քնկոտություն, հոգնածության զգացում, նույնիսկ տեսողության վատացում։ Շնչառական համակարգի տեսանկյունից կարող է առաջացնել չորհաս կամ բրոնխոսպազմ, մաշկային տեսանկյունից կարող է երբեմն հազվադեպ առաջացնել մաշկային ցանավորում, բայց շեշտում եմ հազվադեպ, որտեղ հիմնականում համենայն դեպս ինձ հետ նման դեպքեր չեն գրանցվել որևէ պացիենտի մոտ, որ կապտոպրիլից առաջանա մաշկային ցանավորում։ Իսկ աղեստամոքսային համակարգի տեսանկյունից կարող է առաջացնել սրտխառնոց, կարող է առաջացնել բերանի չորություն, բերանի համի փոփոխություն եւ ախորժակի անկում։ Սիրելի հետևորդներ, կապտոպրիլի մասին տեսանյութը այսօր այսքանն էր։ Եթե տեսանյութը հավանեցիք ու ստացաք 100%-անոց ձեզ ուզող բոլոր հարցերի պատասխաններ ու ստացաք լիարժեք ինֆորմացիա, կխնդրեմ մեկնաբանություններում դրա մասին անպայման ինձ տեղեկացնեք եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հետևորդներին, ովքեր Նեբիլետի տեսանյութը հասցրեցին 12000 դիտումի մեկ շաբաթվա ընթացքում եւ գրեցին տակը ամենալավ մեկնաբանությունները։ Ես համարյա թե բոլորը ընթերցել եմ եւ տակը սեղմել եմ սրտիկի կոճակը։ Դա նշանակում է, որ ալիքը կարդացել է ձեր տեսանյութը։ Կամ ես եմ կարդում, կամ իմ օգնականը։ Չնայած բոլոր մեկնաբանություններին, եթե պետք է պատասխան գրվի, պատասխանները բացառապես գրում եմ ես։ Սիրելի հետևորդներ, հաջորդ տեսանյութը ի ուրախություն ձեզ լինելու է նոլիպրելի մասին, որովհետև սարսափելի շատ էին հայտերն ու հարցերը կապված նոլիպրելի հետ, երբ է տեսանյութը լինելու, Գայանե ջան, խնդրում ենք նոլիպրելի մասին տեսանյութ նկարահանեք, ասեմ ձեզ, որ հաջորդ տեսանյութը մոտավորապես երևի կլինի հենց հաջորդ շաբաթվա սկզբին, տեսնենք ոնց կստացվի, լինելու է նոլիպրելի, նոլիպրել ֆորտեի եւ նոլիպրել բի ֆորտեի մասին, ի ուրախություն ձեզ։ Դրան հաջորդող տեսանյութերը լինելու են արդեն կոպրենեսան, պրենեսան, կոամլեսան, տրիպլիքսամը, պրեստանսը, պրեսցիլոլը, խարցիլը, լիզինոպրիլը եւ այլն։ Այս խումբը անverջ կարելի է ցիտել, որովհետեւ հավատացեք դեղերը շատ են։ Նույնիսկ դեղաբանական խմբերին պատկանող դեղեր կան, դեղամիջոցներ կան, որ այս անունները չեմ տվել այսօր, որովհետեւ դրանք Հայաստանում չկան, բայց աշխարհում իրանք ունեն շատ լայն շրջանառություն։ Ինչևէ, ինֆորմացիան այսքանն էր, լավ մնացեք, մենք հանդիպելու ենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն։